Ողջույն բոլորին, օրվա կարևոր իրադարձությունն է փետրվարի 13-ի համար, բոլոր տարվա ծնված նշանների համար։ Որոշեցի այս քարտերով անել, տեսնենք ինչ է սպասվում բոլորիս փետրվարի 13-ին։ Գնանք առնետների։ Ինչ է սպասվում առնետներին փետրվարի 13-ին։ Հանդիպում կամ շփում կունենաք որևիցե տղամարդու հետ։ Տեսնենք ով է, ամենայն դեպս տարիքով անձնավորություն է։ Հաջողություն է բերելու ձեզ կամ դռները բացելու ձեր առջև, ինչ-որ մի լավ բան է անելու, հաջողություն կամ իր մոտ է հաջողություն կամ ինքն է ձեզ համար ոչ մի հաջողակ բան անելու։ Այդ օրը նաև նամակագրական կապի մեջ կլինեք որևիցե մեկի հետ, կամ փաստաթուղթ եք լրացնում, տեղեկատվություն է, այդպես ինչ-որ փաստաթուղթ կստորագրեք նաև, կամ ինչ-որ մեկի հետ նամակագրական կապի մեջ կլինեք, մի խոսքով ինչ-որ բան է փաստաթղթի հետ է կապված։ Եվ այդ օրը ձեր ցանկությունները կիրականանան, նաև ճակատագրական որևիցե մի բան տեղի կունենա ձեզ հետ, նաև եթե ունեք հեռվում բարեկամ, իրենց մասին որևիցե տեղեկատվություն կլսեք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ցուլերին, սա տարվա ծնված ցուլերին է վերաբերվում։ Ինչ է սպասվում ցուլերին փետրվարի 13-ին։ Որևիցե ոլորտ է կայունանալու, այն ոլորտը, որը ինչ-որ խնդիրներ կար այդ ոլորտում և չեք կարողam այդ հարցին լուծում տայք։ Նաև կարող եք գնալ ինչ-որ միտեղ երկար մնալ, ինչ-որ մեկի հետ, կամ ինչ-որ մարկանց հետ, ինչ-որ մարկանց շրջապատում։ Այդ օրը նաև հանդիպում կամ շփում կունենաք որևիցե տղամարդու հետ, տեսնենք ով է։ Երեխաների հետ է կապված, միգուցե բժիշկ է, ում մոտ որ գնում եք, միգուցե ձեր տղան է, իմանում եք, որ թոռ եք ունենալու, միգուցե նաև բիզնեսի հետ կարող է կապված է սա, որ իրար հետ բիզնես եք անում, հա, հանդիպում եք, շփվում եք, խոսում եք այդ թեմայի վերաբերյալ կամ նոր եք ուզում սկսել։ Նաև սա վերաբերվում է նոր հարաբերություններին, նոր կյանք, միգուցե նոր ծանոթություն է ձեզ համար։ Եվ այդ օրը փոփոխություն կմտնի ձեր կյանք, մեծ գլոբալ փոփոխություն է, կամ նաև օրը կարող եք փոխել, ինչ-որ մի բան եք ուզում անել և փոխվի օրը, ստիպված ուրիշ բան անեք։ Նաև սա հղիություն է, ծննդաբերություն է ոմանց համար, տեղափոխություն մեկ այլ երկիր, մեկ այլ քաղաք կամ նաև մեկ այլ բնակարան։ Եվ երկար ճանապարհ է սա։ Եվ նաև հեռվից էլ, այստեղ ինչ-որ կարող մարդիկ են գալիս ձեզ մոտ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք վագրերին։ Ինչ է սպասվում վագրերին փետրվարի 13-ին։ Ընտրության առջև եք այդ օրը կանգնած լինելու, ինչ-որ բաներ եք ընտրելու, նաև միգուցե ինչ-որ մեկի հետ ձեր ճանապարհները տարբերողությամբ են արդեն գնում, որոշում եք առանձնանալ իրենից, որ ինչ-որ մի բան է տեղի ունենում։ Ոմանք լուրջ ընտրություն է, ոմանց համար սա ուղղակի հագուստի ընտրություն։ Բավականին էմոցիոնալ կլինեք այդ օրը, նաև կհանդիպեք ձեր մայրիկին, ոմանք ունեն սիրային այդպես ռոմանտիկ պահեր, ռոմանտիկ ժամադրություն, և կարող հետաքրքիր երազ նաև այդ օրը, կամ այդ օրը առավոտյան արդեն, կամ այդ օրը գիշերը, առավոտյան որ արթնանում եք։ Եվ նաև ինչ-որ մի բան է, որ ինչ-որ ձեզ մոտ գաղտնի է մնում, հա, լիարժեք չի հասկացվում ձեզ համար, ինչ-որ պարզ չի ձեզ համար։ Եվ այդ օրը ոմանք շատ լավ շրջապատում կլինեն, ոմանք պետական աշխատողների հետ, այդպես մեկ շրջապատում կլինեք։ Նաև սա իմաստություն է, որ կգա ձեր կյանք, նաև նոր կյանքի իմաստ է, նաև պաշտոն կարող է լինել ոմանց համար։ Կարող ձեզ առաջարկում են և ընտրում եք, հա, ինչ-որ կարող առաջարկ է ոչ թե պաշտոնի, այլ առաջ խաղացման հետ կապված, եթե դուք դա ընդունեք, ոնց որ ինչ-որ ձևով պատասխանատվությունն էլ է շատանում։ Դե հաջորդ օրը Սատուրնը մտնում է, կարող մտնում է ձեր այնպիսի միտում, որ իրոք պետք է հստակ ավելի շատ պատասխանատվություն ունենաք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։
Գնանք նապաստակների։ Ինչ է սպասվում նապաստակներին փետրվարի 13-ին։ Հանդիպում կամ շփում կունենաք որևիցե կնոջ հետ, տարիքով կին է, կամ ոչ կանաչ ֆոնը։ Աշխատանքի հետ է դա կապված, նա ձեր տնօրենն է, ձեր մենեջերն է, կամ հարցազրույցի եք գնում, բժիշկ կարող է լինել, ուսուցչուհին կարող է լինել, ինչ որ մեկն է, որ պետական հիմնարկությունում է աշխատում, կամ իրար հետ նաև կարող եք գործ անել, իրար հետ եք աշխատում այնտեղ, բայց նա ձեզ այն փոքր տարիքով մեծ է, կարող նաև պաշտոնովել է բարձր։ Կամ այստեղ ինչ որ մեկի մայրն է, ինչ որ մեկի կինն է, ով որ աշխատանք կգտնի։ Այդ օրը նաև իմաստուն կլինեք բավականին շատ եւ իմաստուն որոշումներ կամ կկայացնեք կամ կդիմեք ինչ որ մեկին խորհրդի համար։ Նաև դա գայթակղություն է, կարող գայթակղվել ինչ որ մի բանի հետ կապված։ Եվ օծեր կան ամենայն դեպս նախանձ մարդիկ, չար խոսակցություններ, դեպան բասանք, այդ ինչը որ վերաբերում է օծերին։ Եվ ոչ է ոլորտ է ձեզ մոտ կայունանում։ Այն ոլորտը, որ այդքան էլ նորմալ չէր, հիմա կզգաք, որ ամեն ինչ նորմալացել է, ամեն ինչ կայունացել է, ոչ մի խնդիր չկա, այլևս ոնց որ մտածելու բան չկա, այդ ոլորտի հետ կապված։ Նաև կարող եք գնալ ինչ-որ միտեղ երկար մնալ, ինչ-որ միտեղ, սպասել կամ այնտեղ մնալ մարդկանց հետ։ Եվ կարող է ինչ-որ մի բան է դեռ կանգնած է, եթե կանգնած է, կարող այդ օծերի պատճառով է դեռ կանգնած, դեռ պետք է դեռ սպասում եք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք վիշապներին։ Ինչ է սպասվում վիշապներին փետրվարի 13-ին։ Բավականին ուժ կունենաք, գործեր անեք, ավարտեք։ Նաև հովանավոր է սա, ինչ-որ մեկն որ ձեզ կաջակցի այդ օրը կօգնի, ձեր կմեկնի ինչ-որ հարցին, կարևոր հարցին լուծում տալու համար։ Դուք ինքնդ էլ, ոնց որ մարդը հավելյալ ուժ է ունենում ինչ-որ գործեր անելու համար։ Նաև այդ օրը ոմանք այցելեն բժշկական կենտրոն, առողջության հետ կապված հարցերով, կոսմետոլոգի մոտ, նաև դա կարող է լինել վարսահարդարման սրահ, գեղեցկության սրահ, ոչ է, գնանք ձեզ խնամելու։ Ոմանք կանցկացնեն օրը իրենց ընտանիքի հետ, ծնողների հետ, այդպես։ Եվ այստեղ նաև ինչ-որ բան է գնալու ձեր կյանքից, ինչ-որ բան է գնում, ինչ-որ որից մի բանին տեղ բացելու համար։ Դա արդեն լցվել էր, այդպես, քիչ-քիչ լցվել էր, եւ հիմա արդեն կգնա ձեզանից, ոնց որ արդեն դարն ապրել է։ Այստեղ ինչ-որ մարդկանց մոտ ուրիշ բան է։ Մեկ այլ բան է։ Ինչ-որ մեկն է սա։ Ամենայն դեպս մի կողմից եւ մարդը դատարկություն կզգա, մի կողմից եւ ուժ ամեն ինչին դիմանալու համար։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք օծերին։ Ինչ է սպասվում օծերին փետրվարի 13-ին։ Նամակագրական կապի մեջ կլինեք ինչ-որ մեկի հետ, դա միգուցե, նայեք, իմանայի դա է, տենց չէի ձգված անի, հետ կմցնեի։ Նամակագրական կապ է սա, փաստաթուղթ է, կարող այստեղ աշխատանքային պայմանագիր եք ստորագրում կամ խնդիրներ կա ստորագրելու հետ կապված։ Կամ փաստաթղթեր են պակասում եւ այդ փաստաթղթերը պետք է դեռ տաք, փոխանցեք անընդհատ ինչ-որ բաներ է աշխատանքի հետ կապված, պետական հիմնարկության հետ կապված, բժշկական կենտրոն է, ուսման կենտրոն է, սա չկա, նա չկա, այս փաստաթուղթը բերեք, սա բերեք, ինչ-որ նմանատիպ ինչ-որ բաներ են այստեղ։ Ոմանք կարող են ցուցակ կազմել, աշխատանքի ցուցակ, որ ժամին ինչ անեք, որ կարողանաք հասցնել, ձեր գործունեությունը, որ կարողանաք կառավարեք ձեր օրը։ Բայց էլի ինչ-որ չափով խոչընդոտներ կան, ոնց որ մարդը չի կարողանում տեղավորվի իր արած աշխատանքի եւ ժամանակի միջեւ։ Ուզում եք այստեղ ինչ-որ մեկին տեսնել, կամ հիվանդանոցում, կամ բժշկական ինչ-որ կենտրոնում, կամ ուսումնական, կամ աշխատանքի հետ կապված, որոշ խոչընդոտներ կան։
ում ստեղծվում են այդ խոչընդոտները։ Պետք է կարողանաք հաղթարել յուրաքանչյուր բան այդ օրը։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք ձիերի։ Ինչ է սպասվում ձիերին փետրվարի 13-ին։ Դժվար օր է, ծանր օր է բավականին շատ։ Միգուցե տան հետ կապված հարցեր են, միգուցե գումարի հետ կապված հարցեր են։ Փորձության մեջ եք, բեռա ձեր ուսերին, ինչ որ բեռ եք տանում այդ օրը։ Ոմանց մոտ սա ճակատագրական քայլ է, կարող տուն եք գնում, տուն եք վաճառում, ինչ որ շատ հստակ ճակատագրական քայլ է սա, ում դնում եք գրավ գումարի համար։ Ավելի է ծանրանալու։ Նաև ոչ պարտականություն է ձեր վրա ավելացել, պատասխանատվություն է ավելացել, միգուցե տան հետ կապված, միգուցե գումարի հետ կապված, միգուցե ամեն ինչ ձեր ուսերին է, դուք պետք է անեք, եւ դա ավելի է շատացել, կարող ընտանիքի անդամ է ավելացել եւ դուք եւս ավելի, ոնց ասում եմ, մեկ աման ճաշի համար եւս էլի պետք է ավելի, ձեզ տանջեք։ Կամ այդ օրը գործը ուղղակի, այն գործը, ինչով որ զբաղվում եք, այդ գործը կարող է ծանր լինել, կարող դժվար լինել անել կամ շատ լինի եւ ծանր։ Տան հետ կապված ոչ իրադարձություններ են, կարող հյուր է գալիս, դուք եք գնում հյուր, առիթ է, դա համար կարող ամբողջ բեռը ձեր ուսերին է, որ դուք պետք է ամբողջ անեք։ Նաեւ տան տեղափոխություն է, արդեն ասացի, տան հետ կապված կարող վարկ է եւ այլն։ Եվ այդ օրը կամ գումար եք ստանալու, կամ գումար կծախսեք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք այծերին, ոչխարներ են նաև կոչվում։ Ինչ է սպասվում այծերին փետրվարի 13-ին։ Ընկերոջ հետ կհանդիպեք, կխոսեք, կշփվեք, նոր ընկեր ձեռք կբերեք, նոր մարդկանց հետ կծանոթանաք, հաջողություն ունեք, դռներ են բացվում ձեր առջև, ինչ որ հարցեր լուծելու համար, ավելի հեշտացնելու համար, օգտվեք այդ հնարավորությունից, նման հնարավորությունները ընդհանրապես շատ քիչ են տրվում, եթե սա գալիս է, դա նշանակում է հաջողություն է եւ դռներ է բացվում։ Կարող է ինչ որ դուռ եք փակում, ինչ որ բան եք ավարտում եւ այդ դուռը վերջնական փակում եք, գնում եք։ Նաև այդ օրը ոչ նամակագրական կապի մեջ կլինեք ինչ որ մեկի հետ կամ փաստաթուղթ կստանաք, փաստաթուղթ կուղարկեք, կստորագրեք ինչ որ մի բան, ցուցակ կկազմեք, ծրար է այստեղ կամ գումար եք դնում մեջ ուղարկում ինչ որ մեկին կամ դուք եք ստանում այդպես ծրարով գումար։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք կապիկների։ Ինչ է սպասվում կապիկներին փետրվարի 13-ին։ Կայունություն է սա, կայուն պահեր, կայունություն է մտնում ձեր կյանք, ոչ է ոլորտում, որը որ խնդիրներ կար, այդ ոլորտը կայունություն է մտնում։ Նա ինչ-որ միտեղ կարող է երկար մնալ այդ օրը, կամ ինչ-որ բան է դեռ դանդաղում, դեռ կանգնած է, դեռ չի գալիս եւ կարող եք ինչ-որ մեկի հետ քննարկել այդ մասին։ Նաև շատ խոսել ոչ մեկի հետ, որ սա բամբասանք է, լեզվակռիվ է, կարող ինչ-որ բան դանդաղում է, եւ լեզվակռվի մեջ եք թե ինչու է դանդաղում, ինչու չեք արագանում, որ գա ինձ հասնի, եթե ինչ-որ նման պահեր են։ Եվ ուշադիր եղեք այդ օրը կտրող սուր գործիքներից, որպեսզի ձեզ չվնասեք, նաև կարող է ոմանց համար վիրահատություն է, ոմանց համար սա հիմքից ինչ-որ մի բան եք սկսում։ Ոչ է կարևոր մի բան է, որ հիմքից սկսում եք։ Հիմքից հանում եք ինչ-որ մեկին ձեր կյանքից, կարող լեզվակռվի մեջ եք լինում եւ ինչ-որ մեկին եք հանում կամ փոխում եք հիմնովին ինչ-որ մի բան հիմքից։ Ուղղակի ձեր կյանքում է փոխվում ինչ-որ մի բան, ոչ թե դուք եք անում։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք ակհաղաղների։ Ինչ է սպասվում ակհաղաղներին փետրվարի 13-ին։ Շատ աշխատանք այդ օրը կունենաք, նաև աշխատանքի հետ կապված, ոչ է հարցազրույցի եք գնում, այստեղ ինչ-որ կին է։ Նաև պետական հիմնարկություն է դա, ինչ-որ գործեր ունեք, այնտեղ պետք է գնաք, զբաղվեք դրանով։ Նաև դա հիվանդանոց է, ուսման կենտրոն է։ Դե շատ աշխատանք,
Պաշտոնների բարձրացում նաև սա կարող է լինել կարիերայի բարձրացում։ Այդ օրը նաև հանդիպում կամ շփում կունենաք որևիցե կնոջ հետ, տեսնենք ով է։ Լավ կին է, հասարակական գործունեությամբ է զբաղվում կամ ճանաչված կարող է լինել նաև այդ կինը։ Առիթ կարող է լինել այդ կնոջ մոտ եւ դուք այցելում եք իրեն, հա, գնում եք այդ առիթին կամ գնում եք ինչ-որ առիթ այնտեղ եք տեսնում այդ կնոջը։ Կամ միգուցե դուք եք պատրաստում այդ կնոջ առիթը, մենակ կարող լինել ձեր մայրը, հա, եւ դուք եք այդ պատրաստությունը տեսնում։ Դե էլ ինչ կա այս քարտով։ Ամենայն դեպս ուրախ հաճելի կին է, ում հետ որ կհանդիպեք, ում որ կտեսնեք։ Նաև հաջողություն ունեք, ինչ-որ մի բան կանեք, ոնց որ հաջողությամբ կավարտեք, հա, սա մեկ անգամյա հաջողություն է։ Արեցիք, դա ունեցաք հաջողություն այդպես։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնենք շներին։ Ինչ է սպասվում շներին փետրվարի 13-ին։ Հաջողություն ունեք այդ օրը, ինչ-որ մի բան եք ավարտելու հաջողությամբ, ինչ-որ մի բան է տեղի ունենալու, ինչ-որ մի բան նաև կայունանալու է, հա, այդ հաջողության հետ միասին։ Այստեղ ոմանց մոտ առողջությունն է, ոմանց մոտ մեկ այլ հարց է, ծնողների հետ կապված ինչ-որ հարցեր են, որը կայունանում է, նորմալանում է, եթե խնդիր կար առողջության, դա էլ է կայունանում է, նաև ինչ-որ մի բան այդ օրը, որ անեք, ավարտեք, հա, դա կանեք հաջողությամբ, հաջողություն կլինի այդ գործին։ Ինչ-որ միտեղ կարող գնալ, երկար մնալ, ինչ-որ մի բան նաև կարող դանդաղում է, դեռևս կանգնած է, կարող այստեղ այս ծառնել է դա ասում, հա, որ ինչ-որ մի բանը դեռ դանդաղ է, բարձրանում, հա, կարող այս մեկ անգամյա օրինակ հաջողություն ունեցաք, բայց դա ձեզ համար ամբողջ կյանքի համար չէր, հա, ինչ-որ այդ պահին էր։ Եվ ինչ-որ մի բանը դանդաղ է բարձրանում, դեռ դանդաղ է առաջ գնում։ Այդ օրը նաև ոմանք կզբաղվեն իրենց գեղեցկությամբ, իրենց առողջությամբ, նաև ծնողներին կայցելեք, կտեսնեք իրենց։ Ոմանք այստեղ ընտանեկան կյանքը, եթե խնդիրներ կար, ապա դա է, նորից սա կայունանում է։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք վարազներին, խոզերին։ Ինչ է սպասվում վարազներին փետրվարի 13-ին։ Հաջողություն ունեք, նոր դռներ են բացվում ձեր առջև, նոր հնարավորություններ են նայում։ Կարող ինչ-որ մի դուռ եք փակում, օրինակ ինչ-որ բան եք վճարում եւ վերջ, այդ դուռը փակում եք, կարող վարկ է, կարող պարտք է, ինչ-որ մի բան է։ Կամ նոր հնարավորություններ է այստեղ գումար աշխատելու հետ կապված, հա, նոր ինչ-որ հնարավորություններ են ձեզ համար։ Այդ օրը ոմանք գումար կստանան, ոմանք նաև գումար կծախսեն։ Եվ ուշադիր եղեք այդ օրը, որ չվիճեք ոչ ոքի հետ, հնարավոր նաև տուն եք մաքրում, հնարավոր նաև ուղղակի վիճում եք ինչ-որ մեկի հետ, կարող գումարի հետ է կապված այդ վեճը։ Կարող է եւ ուղղակի։ Նա ինչ-որ մի բան այնպես չէ եւ վիճում եք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։